Ինչպես որ մեկ մարդով մեղքը աշխարհ մտավ, և մեղքով էլ մահը, այնպես էլ բոլոր մարդկանց մեջ տարածվեց մահը, որովհետև բոլորն էլ մեղանչեցին, քանզի մինչև օրենքը մեղքը աշխարհում կար, բայց մեղքը մեղք չի համարվում, ուր չկա օրենք, սակայն մահը թագավորեց Ադամից մինչև Մովսես նույնիսկ նրանց վրա, որոնք Ադամի հանցանքի նման հանցանք չգործեցին, Ադամի, որը օրինակն էր նրա, որ գալու էր։ Բայց շնորհն այնպես չէ, ինչպես հանցանքը, որովհետև եթե մեկի հանցանքով շատեր մեռան, որչափ ևս առավել Աստծու շնորհները և պարգևները մեկ մարդու, Հիսուս Քրիստոսի շնորհով ավելացան շատերի մեջ։ Եվ այս պարգևները այնպես չեն, ինչպես որ է մեկ մարդու մեղքի հետևանքը, որովհետև մեկի մեղքի դատաստանը դատապարտություն բերեց, իսկ շնորհը գործված շատ մեղքերի արդարություն բերեց։ Արդարև, եթե մեկ մարդու հանցանքով մահը թագավորեց միայն այդ մեկով, որչափ ևս առավել նրանք, որ շնորհի առատություն և արդարության պարգևներ են ստանում, կյանքի մեջ պիտի թագավորեն միակ Հիսուս Քրիստոսի միջոցով։ Ապա ուրեմն, ինչպես մեկ մարդու հանցանքով բոլոր մարդիկ դատապարտության մատնվեցին, նույնպես և մեկի արդարությամբ բոլոր մարդիկ պիտի հասնեն կյանքի արդարության շնորհին, որովհետև ինչպես մեկ մարդու անհնազանդությամբ շատ մեղավորներ եղան, նույնպես և մեկի հնազանդությամբ շատ արդարներ պիտի լինեն։ Բայց օրենքը մեջտեղ ընկավ, որպեսզի հանցանքները բազմանան, որովհետև ուր որ մեղքը շատացավ, շնորհն առավել ևս շատացավ։ Ինչպես որ մեղքը թագավորեց մահվան մեջ, նույնպես և շնորհը պիտի թագավորի արդարությամբ մինչև հավիտենական կյանք մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։